Ողջույն բարեկամներ, այսօրվա հաղորդումը ուզում եմ սկսել շատ հետաքրքիր աֆորիզմով։ Թարգմանաբար նշանակում է մտածել, որ հիմարները կխելոքանան, ամենավտանգավոր լավատեսություններից մեկն է։ Ես ինչու եմ սկսում հաղորդումը, որովհետև որ պատմական անցյալին գոնե ժամանակակից այս 30 տարի որ նայում եմ, մենք ամեն անգամ, սենց ամեն տարի, ամեն իշխանության հետ, ամեն ընտրությունների հետ այս նույն հուսով ենք ապրել, որ ինչ-որ մի պահից սրանք կարող է խելոքանան։ Մարդկանց մեջ մի շերտ կա, որ ասում է հեսա կշտանան, ամեն ինչ լավ կլինի։ Դե սրանք արդեն կշտացել են, նորը որ գա, նորից պետք է ուտի, մի խոսքով։ Սպասել, որ սովածը կամ հիմարը երբևէ պետք է խելոքանա, շատ վտանգավոր լավատեսություն է։ Դրա համար ես առաջարկում եմ ուղղակի ի սկզբանե միշտ առաջարկել եմ, եթե տեսնում եք մի բան չի աշխատում, իմաստ չունի երկրորդ, երրորդ շանսը տալ, էլ չեմ ասում երկրորդ, երրորդ տարին թողել նույն բանը, տապալվի։ Դրա համար մենք բացի հիմար վիճակի մեջ ունենալուց ուրիշ ոչ մի բանի չենք հասնում։ Իսկ կարևոր այսօրվա նորությունը այն էլ, որ Վաշինգտոնում պարզել են, տեսեք միանգամից սկսի Վաշինգտոնյան լուրերից, որտեղ սա ուղիղ մեզ է վերաբերվում։ Այդ օլսը, որ հիմա հանում են այս Պենտագոնում բանի նշանը ներկայացիչը Թրամփի, որ սա իր կնոջ, եղբոր հետ քննարկել է, բաց բանով, սիգնալի մեջ եւ գոլեգաների հետ, թե ոնց են Ամերիկայի օգնությամբ Իրանը հարվածելու ներողություն, Իսրայելը հարվածելու Իրանին։ Այսինքն այդ թեման է քննարկում։ Պետք է ասեմ, որ ես սրան չի անդրադառնա, կմտածել լավ, հերթական հիմարությունն է, քննարկել են, ինչի հանել։ Ես սրան չի անդրադառնա, եթե այսօր լուրեր չտարածվեին, որ Իսրայելում մեծ մասշտաբի զորահավաք հիմա։ Սրան գումարում ենք, որ Նետանյահուն գալու է 5 օր Պուտինի հետ հանդիպմանը լինելու է նաև Էրդողանը։ Մենք այս ամբողջ հոգսից հավաքում ենք միտեղ, այս ինֆորմացիայի արտահոսքը Վաշինգտոնում, զորահավաքը, 5 օրյա հավաքը Ադրբեջանում, ամեն ճգնատեղը։ Ես երեք ենթադրություն արեցի, որ Նետանյահուի այսքան երկար, աննախադեպ այդքան երկար հանդիպում Ալիևի հետ կապված է իմ կարծիքով անմիջականորեն Իրանի հետ, հնարավոր պատերազմի եւ հարվածների հետ։ Դե բնականաբար կարող է քննարկվի նաև ինչու՞ չէ Զանգեզուրի հարցը, որովհետև թուլացած Իրանը կարող չկարողանա բայ Զանգեզուրը, եւ նրանք որոշեն, որ հարմար առիթ է, ինչու ոչ, մանավանդ Տրամփի առանձնապես վերջիններ չի լինելու, հետաքրքիր չի լինելու, կա Հայաստան, չկա Հայաստան, ես այդ լավատեսության մեջ չեմ տառապում, որ այ Իրան հետաքրքիր է։ Բանի ժամանակ, Բայդենի ժամանակ կարելի էր ինչ-որ sense կոնսենսուսներից, միջազգային օրենքների պահպանության մասին խոսալ։ Գոնե խոսել։ Թրամփի ժամանակ դա անիմաստ ժամավաճառություն է։ Եվ այսպես զորահավաք, ինֆորմացիա հաստահոսք եւ 5 օրյա այցելություն Նետանյահուի դեպի Ադրբեջան։ Նախապատրաստում մեծ հարձակման, կարող է հարձակում լինի ցամաքային, կարող է հարվածներ լինի, բայց 5 օրվա քննարկել մենակ տեղային հարվածների իմաստ չկա։ Ես չեմ տեսնում այդքան բանի ծավալ։ Սա ավելի լայն մասշտաբի հարձակում է ենթադրում։ Հիմա դրանից հետո Ադրբեջանից ինչ կմնա, ես չգիտեմ, ոնց կլինի դա ես էլ չգիտեմ, բայց ես ենթադրում եմ նաև այս ակտիվացումը ռուսական 5-րդ շարասյան Պուտինի կողմից, որ արցախցիներին հանել, ոտքի, խոսում եմ մասին, որ այս process-ները նաև իր սրտով չի։ Չնայած չեմ կարծում, որ ինչ-որ ձևով, բացի այսպես հոգեբանական, բարոյական կարողանա ազդի Ալիևի վրա։ Պուտինը այդ քաշը չունի այլևս։ Եվ այդ լծակները չունի ուղղակի։ Եվ այդ ժամանակ տեսեք ինչ է կատարվում։ Իրանը հարձակում է նախապատրաստում Իրանի վրա։ Նետանյահուն գալիս է Բաքու, Ալիևը գալիս է Բաքու։ Ընդեղ էլ խոսում են ինֆորմացիան տարածվում է Վաշինգտոնում, որ այդպիսի խոսակցություն է եղել։ Ինչով է զբաղված Հայաստանի կառավարությունը։ Այո, ճիշտ է, իրանք զբաղված են կրթվելը նորաձև է շարժումով։ Իրանք չեն դադարելու, միջև կրթվելը նորաձևը շարժումը չհասնի ամենավերջի գյուղ։ Ամենավերջի տան բնակչին։
չէ, դուք մոտավորապես հասկանում եք ինչ է կատարվում։ Պատկերացրեք, ցես բան, տունը պատերազմա, հարևանները կռիվ են անում, տան տղամարդը թերթա կարճում սպասում է երբ ֆուտբոլը սկսելու։ Երեխեքը ասում են կրակում են իրար վրա, ոչինչ, լավ ինչ որ ֆուտբոլը երբ է սկսում, ֆուտբոլ, կարևոր ֆուտբոլն է, շենքում ինչ է կատարվում, բակում ինչ է կատարվում, երբ կրակում են, չեն կրակում, նույն մուտքում են ապրում, բացարձակապես։ Ասենք մոտարապես նման վիճակ է։ Ես չգիտեմ քանի հոգու է սա համար սա ընդունելի, բայց դե մարդիկ ոնց պատկերացնում են այս երկիրը, հենց էլ ունենում են արդյունքում։ Եվ այսպես կրթվելը նորաձև շարժումը պետք է հասնի մինչև վերջի տան բնակչին։ Աննա Հակոբյանը որոշել է հասնի այդ գաղափարով մինչև վերջի գյուրի վերջի տան բնակչին ապացուցելու համար, որ բացառապես տգետի եւ ինտելեկտից թոփալի, կներեք այս բառը օգտագործել համար կարող է կրթությունը լինի նորաձև։ Որովհետև մի բան նորաձև է, վաղը կարող է նորաձև չլինի։ Այսինքն այսօր նորաձևը սովորում ենք, վաղը նորաձև չի, ինչ սա պետք կրթությունը։ Դա մեկ։ Երկրորդը ինչ վերաբերում է կրթությունը։ Կրթությունը դա հոգով հարուստ ինտելեկտուալ մարդու համար դա նորաձևության առարկա չի կարող լինի։ Դա սնունդ է։ Սնունդ։ Մարդ ոնց է օդ սպառում, ջուր սպառում, սնունդ սպառում է։ Ինտելեկտուալ, բարոյական, մտածող մարդու համար կրթությունը սնունդ է։ Ինքը նույն ձևի կարիք ունի կրթվելու։ Եվ դա չի կարող ժամանակավոր լինի, մոդայի հետ ընդհանրապես կապ չունի։ Որովհետև դա սնունդ է մարդու համար հոգևոր իմաստով, ինտելեկտուալ իմաստով, ֆիզիկական իմաստով ասեմ, մարդ ինչքան սովորում է, ինչքան երկար պահում է իր սովորելու, ուղեղի զարգացման աշխատանքը, այնքան ուղեղի հետ կապված այդ հիվանդությունները ծերունական ուշ են գալի, որտեղ ուղեղն էլ մկանա, իրան անընդհատ պետք է վարժեցնել։ Տեսեք, սա էլ արդեն ֆիզիոլոգիական մասն եմ ասում։ Ինչի եկանք, որ Աննա Հակոբյանը որոշել է մինչև վերջի յուրի վերջի տան բնակչին ցույց տա ապացուցի, որ իրենք, որ խոստովանում են, որ իրենք տգետ են, որովհետև պետությունը պատապալել են, բայց որոշել են այդ մեսիջը հասնի, որ իրենք տգետ են եւ իրենց համար կրթությունը կարող է նորաձև լինի մինչև վերջի յուրի վերջի տան բնակչին։ Հիմա բնականաբար անպայման լինելու են մարդիկ, որ ասել են, այո, ինչ կա, ինչ վատա որ։ Պետության գործերը ամեն մեկը թող իր գործը անի, էլի վարչության պետը թող իր վարչությունը ըսկի, չգիտեմ, հող փորողը թող իր հողը փորի, մեր վարչապետն էլ թող ընկնի մարդկանց, ասի կրթությունը նորաձև է, ինչ կա որ։ Ես էլ դա այդ առարկություն չունեմ, ես էլ ի սկզբանե ասեցի։ Մարդիկ ոնց պատկերացնում են իրենց տան, պետության կառավարումը, արդյունքում ունենում են այդպիսի տուն եւ պետություն։ Բայց արդյունքում մեկ են դուշ։ Ուզում եմ ելույթը լսեք միայն։ Չեն անում։ Մեր Արցախի երոսներին դատում էին, փակում էին, որ Արցախը սկուտերի վրա հանձնի, այն էլ է սկուտերի վրա, որտեղ մեր երեխեքի մարմինն է ելնելու։ Նիկոլ, դու կարծում ես դու վարձելու ես սա։ Ոչ Կանադայում ես վարձելու, եթե ճողոպրես, ոչ Լիբանանում եւ ոչ էլ նույնիսկ Անկարայում կամ Ստամբուլում, նույնիսկ Բաքվում չես մարսելու սա։ Դու մի շանս ունես, ներողություն խնդրես ու հեռանաս ու ասես խնդրում եմ ինձ դատեք այն դատարանում, որոնց մասում էի վնգստացող դատավորներ։ Չալաշեցիք ով է, սա Գերամ Նազարյանն է, Գերամ Նազարյանն լոնում Հայաստան դաշինքի Գերամ Նազարյանն է, սա ԿՊԻ-ից չի։ Դու այնքան անթասի բաննամուս էիր, որ 30 տարվա դիվանագետների աշխատանքը ներկայացրիր կոշիկ լպստելու լիզել։ Նիկոլ, բոլորը չեն քո նման։ Ես 2 տարի առաջ ասեցի մի հեռուստաընկերության հարցազրույցում, ասեցի Նիկոլ, Հայաստանը դա հայկական ժամանակը չէ, դու էլ թերթի խմբագիրը չես, Պուտինը, ԱՄՆ-ի նախագահը, Անգելա Մերկելը, Իրանի նախագահը, դրանք օլիգարխներ չեն, որոնց դեմ հոդված գրես, հետո ինչ-ինչ պայմանավորվածությունների հասնես։ Աշխարհում այլ օրենքներ են, այլ խաղի կանոններ, բայց դու դրանք չես տիրապետում։ Եվ ես հիմա այսօր ինձ ամանչելով ստիպված եմ հիշեցնել,
թե ինչ ասեց Ալիևը քո համար ԵՀԱԿ Մինսկի խմբի համանախագահների առաջ, ասեց այդ տղեն ոչ դիվանագիտությունից էր հասկանում, ոչ միջազգային հարաբերություններից, ինքը անգամ կոլխոզ չուներ, ժողովուրդ ինքը անգամ կատու չի ունեցել, որովհետև ինքը այդ տեսակն է, հայեր ջան, ձեզ խնդրում եմ ուշքի եկեք, Եվ ինքը ուշքի եկավ, ասելուց հետո ուշքի եկավ, միանգամից, ընդամենը 2 տարի հետո հայտարարում ԿՊՏ-ից նույնիսկ եթե 25 հոգի էլ միանա իմպիչմենտին, ես չեմ միանում, այ փողը սենց բան է, ճիշտ եզրակացություն անել, ասում է, չէ, ճիշտ եզրակացություն է պետք անել, ինքը իր ճիշտ եզրակացությունը արել է, էլի գալիս եմ իմ ավանդական թեմային, չեմ տեսնում հանրային պարսավանքի ձայները, չեմ տեսնում հանրային պարսավանքի խոսքերը, չեմ տեսնում հանրային պարսավանքի վերաբերմունքը գեղամանմաններին, չէ՞ ինքը հանգիստ գնում, գալիս է, հանգիստ շփվում է մարդկանց հետ, իհարկե փոքրաթիվ մարդկանց հետ, բայց ես այդ փոքրաթիվ մարդկանց հետ պետք է ասեմ, ովքեր որ իր դեմքին ժպտում են, մի գեղամել իրանք են, այ, դու ոնց կարաս ժպտաս մեկի, որ իր տղու սպանելուց հետո ինքը սենց այդ մարդասպանին ուզում է սենց 1000 կտոր անի, ասում է պիտի խնդրես որ քեզ տանենք դատարան, պիտի խնդրես որ քեզ տանենք դատարան, այսօր ասում է բոլորն էլ դուրս գան իր դեմ, ես չեմ դուրս գալու իր դեմ, այ փողը պես բան է, հիմա ես հարց եմ տալի, բաս այս մարդուն վարետողները իրանց ինչով են տարբերվում, իմ համար սկզբունքորեն ոչ մի բանով ասեմ իրանք էլ են նույնը անողը, ուղղակի ճիշտ ժամանակը եւ ճիշտ առաջարկությունը չի եկել։ Նիկոլ, պետք է նայես։ Ով քո տականքներին ժպտում է, մի տականքել իրանց են, իրանք պատրաստ են ավելիին անել, իրանք դες փոքր բանի դիմաց են այդ ամեն ինչ անում, բայց մի քիչ շատ տասն չէր կանեն։ Ցավոք հայոց հողը սրանց պակասը չունի, նույնիսկ սրա նմանների պակասը չունի։ Ադրբեջանցի զինվորները Մի հատ էլ լսեք, մեր ադրբեջանցի զինվորները այսօր գտնվում են մեր ադրբեջանցի զինվորները լսեք։ մեր տարածքում ջերմուկում, ներքին անդում, չգիտեմ, Սև լճում եւ իրավիճակ, երբ սահմանը գծվում է այնտեղ, որտեղ որ զորքը կանգնած է։ Հասկացաք։ Հիմա սանել են, չէ, փողոցում տեսնում, սանել են ժպտում, ասում են, ինքը պատգամավոր է, ինքը կարող է մի հարցով մեզ պետք է այսօր ժպտանք, ձեռը բռնենք, նա էլ հարցնենք, որպեսզի ասենք, ո՞նց ես։ Լավ ես, քո ադրբեջանցի զինվորները լավ են զգում մեր տարածքում։ Բան պակասություն չկա, տանենք, հասցնենք, առաքում պատվիրենք իրենց համար, հանկարծ սոված չմնան, որտեղ կարող գենշտաբի պետը լավ չի նայում իրենց մատակարարումը չի Հայաստանի գերը գենշտաբի պետը էլի, Հայաստանի ոչ թե Ադրբեջանի։ Կարող են լավ չեն նայում, մենք առաքումը կազմակերպենք ձեր ադրբեջանցի զինվորներին։ Էլի պիտի գամ իմ ավանդական մոտեցմանը։ Սրան բարևտվողները իրենք էլ են ասում, որ այդ ադրբեջանցի զինվորները իրենցն են, որ իրենց ներկայությունով է գծվում Հայաստանի սահմանները։ Ժողովուրդ ջան, մի ասեք չէ, տենց չի կարող իրանք այլ կարծիքի են, բայց իրանք ժպտում բարև են տալի։ Ոչ, չի լինում նման բան։ Ֆիզիկայի մեջ իրար հանդիպում են միայն նույն հաճախականության վրա գտնվող ալիքները։ Եթե դրանք տարբեր հաճախականություններ են, նույնիսկ եթե հանդիպում են, իրանք կարող են նեյտրալիզացնել իրեն, փոխել հաճախականությունը։ Իրանք նույն հաճախականության վրա են, որ սիրուն ժպտում են, դուք չմտածեք դա պատահական է, բնության մեջ պատահական բան չի լինում, նույնիսկ մարդիկ իրար պատահական չեն հանդիպում։ Ժողովուրդ ջան, ես հենց այնպես բան չեմ ասում, այնպես որ ոնց Գեղամ Նազարյանին, այնպես էլ էս տականքին, ով տեսնում ով ժպտում է, իր համար, այո, իր երեխու անունը գին ունի, Աջունը, կարելի է ցանկացած ժամանակ ինչ որ X գումարի դիմաց ուրանալ, այո, ադրբեջանցի զինվորը Իրանն է, այդտեղ էլ փողին մունատն է, սրա դիմաց ինչքան են տվել, կա նաև այս տեսակը, չմոռանանք, որ ինքը կռիվ էր տալիս, որ այդ գույք պասկի դիմաց այդ հոյակապ այդ օպերացիան,
Դա իր վարչապետության ժամանակա դա գծվել, դա Ռոբերտ Քոչարյանը իրանը ինքն էլ վարչապետ, այդ գենիալնի իդեան ինքն է արել, ինքն է այդ ասենք որ 95 միլիոն դոլար պարտքի դիմաց, 95 միլիոն ընդամենը, հա, Ռուսաստանին են հանձնվել մի շարք ստրատեգիական օբյեկտներ, ինչքան ուզեք, Մերգելյան ինստիտուտով, ռոբոտների գործարանով, այնպիսի ամբողջ միասնից ասեմ, ամբողջ ստրուկտուրան Հայաստանի, որ ինքը գիտական պոտենցիալ, արտադրական պոտենցիալ, որ կարող էր միանգամից Հայաստանը ճիշտ ներդրումների, ճիշտ քաղաքականության պարագայում սարքել տարածաշրջանի լավագույն զարգացած երկրներից մեկը, իրանք ընդամենը 95 միլիոնից 120 միլիոն էս թիմն է տվեցին Ռուսաստանին, ու ինքը ժամը կռիվ էր տալի, ոչ, այդ իմ նախագիծն է, Ռոբերտ Քոչարյանը չի։ Հիմա հարց եմ տալի, ելի նույն հռետորական հարցս։ Այսօր էլ խոսում ասում եմ, մենք քաղաքը ռուսամոլերին չենք տալու։ Դա Կիևն է, դա Կիևը չէ, դա Ռուսաստանի դեսպանատունն է կազմակերպել, դա Պուտինն է կազմակերպել, մարդ, որը ժամանակին շորեն է ճողում, ասում է, այդ հանցագործությունը Հայաստանի պետականության նկատմամբ ես եմ արել, ես։ Այս Ռոբերտ Քոչարյանը իրանը վերագրում է հաջողությունը, ես եմ արել, ես, ասում է, չէ, դրանք լավը չեն, ոչ թե լավը չեն, դրանք մեր պետության թշնամիներն են, բնականաբար ինքը այդպես չի մտածում, օրվա կուրսով, եթե այն ժամանակ դու իրան ասեիր, որ դու վաղը ասել ես թուրքերը գան ինձ ինչ ուզում են թողանեն կարևորը փող տան դրա դիմաց, ինքը կասեր, դու թուրք ես, դու դավաճան ես, դու թուրք ես, փողը, որտեղից որ գալիս է, այնտեղից այն երկրները սկսում են երկել, հիմա էլի հերթական հարցս պետք է տամ, սրանց հետ ով շփվում է, ով բարև է տալիս, նույնիսկ եթե դժգոհ է իր քաղաքականությունից, հա, ինչա, այո, Արման Բաբաջանյան, չեք մոռացել, այս կենթանինովը, ասում է չի կարել Մոսկվա գնա զորահանդեսի մասնակցելով, ռիսկի տակ դնի իր ավանդակությունը ու ՀՀ արժանապատվությունը, գիտեք ինչի, որովհետև Ախմեդ Թալաբանին լսենք, լավ ասեմ, ինչի որովհետև Զելենսկին ասել է Կիևը չի կարող երաշխավորել մայիսի 9-ի ՌԴ-ում գտնվող համաշխարհային առաջնորդների անվտանգությունը։ Բաբաջանյան Արմանը համատեղության կարգով Արամ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարճը, իրենք բոլորը նույնն են։ Անհանգստացած է Նիկոլ Փաշինյանի անվտանգությունով, մի գնա, չխմես Ռոստամ, այսենց, մի գնա։ Հիմա լսենք սրան, սա ելույթ է, հոյակապ ելույթ է։ Գործակցության կարևորությունից ինքը լսել անգամ չի ուզում կոմպլեմենտար քաղաքականության մասին։ Մենք պետք է լինենք ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության խորհրդի հետ։ Մեր հայ-թուրքական սահմանը 50% ռուսական բանակ տականն է։ Վերջի վերջո կարող է հասնի մի հատ լենց բան, ասեն դե վերցնում ենք մեր բանակը դուրս գա, կարելի պահել։ Ինչով է պահելու։ Մենք այսօր մեր այս ադրբեջանական սահմանները պահելուն արդեն խնդիր ունենք զինվորականի առումով։ Այնտեղ ինչով ենք պահելու։ Ասում եմ, դրանք օրվա կուրսով փողը որտեղից որ տալիս է, ինչ երգա պետք երկել, այդ բան կային, չէ, ռեստորանում երգիչներ կային, որ հայկական ռեպերտուարից մինչև Բոնիեմ երգում էին։ Հիշում եք սովետական շրջանով գնացել է ռեստորան, կիշի, դե մի հատ կամ երկու հատ երգիչ էր, ինքը ասենք Ձախադութից սկսած, պատկեր, Եզդի Վլեի երգից սկսած, մինչև ասենք այն ժամանակվա խիտերը, ասենք եթե ասում են Բոնիեմ երգի, հա, իրանք ասենք Բոնիեմ երգի, հողը դուր, Արամ Սարգսյանները, Բաբաջանյան Արմանները, Տիգրան Խզմալյանները, ինչ ուզեք, ինչ երգ ուզեք, ձեր համար երգող են, փողը։ Հիմա հարց էլի, սրանց հետ շփվողը, սրանց հետ ջերմ հարաբերությունների մեջ մինողը, կարծում եք իրանցից տարբերվում է, ոչ, էլի գալիս են ֆիզիկայի օրենքները, Գյորգ ջան, եթե դրանք լինեն տարբեր հաճախականության վրա, դա կոչվում է, դա խափանում է, կամ ալիքները իրար չեզոքացնում են կամ վնասում են, դա չի կարա այդտեղ համագործակցություն իրար ռեզոնանսի մեջ մտնել, հնարավոր չի, չի կարա լինի, իր համար ես զգուշացնեմ նրանց, ովքեր
Facebook-ում, թաքում, ծննդյան տուն շնորհավորել կլինի, հոդվածին գովերքող խոսքեր կլինեն, հա, սենց մեջբերումներ կլինի, ես նայում եմ, ու ես էլ չեմ զարմանում, ես ընդամենը, ես ասեմ, չեմ էլ բարկանում, ես ուղղակի հետևություններ եմ անում, որ դուք, ովքեր սրա հետ, սրանց նմանների հետ, հարաբերությունների մեջ են, դուք իրենցից չեք տարբերում, դուք հիմա գնացեք, ոնց ուզում եք դրանից հետո մտածեք, ես ինչ եմ տնտան, ես արդեն ապացուցեցի, Նիկոլը չի գնում, Նիկոլը գնալու է պարադին, բայց Վուչիչը չի գնում, Ֆիզոն չի գնում, հա, դրանք պետք է գնային անպայման, ուղղակի երկուսին էլ ուժեղ քննադատել են, հա, Եվրոմիությունում եւ ասել են, գիտեք, ձեր գնալը անհետևանք չի լինի եւ միանգամից հիվանդացել են իրանք։ Միջալուց ասեմ, այդ սպառնալիքը եղել է նաեւ Փաշինյան Նիկոլի նկատմամբ, բայց Փաշինյան Նիկոլին Եվրոպան պետք չի, երբևէ պետք էլ չի եղել։ Փաշինյան Նիկոլին մի բան է պետք, իր իշխանությունը պահի ամեն գնով։ Իսկ իր իշխանության հովանավորներն են ռուս-թուրքական դաշինքը, դա Ալիև, Պուտին, Էրդողան դաշինքն է։ Եվրոպան կապ չունի։ Եվրոպան հակառակ եկել է խանգարումը դիտորդների դեմքով, բանով դիտորդների դեմքով։ Եկել է մտել է Հայաստան, կանգնել է սահմանների վրա ու խափանել է բոլոր տեսակի առաջխաղացումները։ Այնպես որ Նիկոլին այս զգուշացումները եվրոպական իմաստով Նիկոլին պետք չեն, հետևանքներն էլ չհետաքրքրում, որովհետև Եվրոպայի հետ Նիկոլը հույս երբեք չի էլ կապել, ինքը հասկացել է ինչ փոկել է արդեն փողերը, այդ բանը չի կարա, հույս չկա։ Հիմա իրեն մնում է եղածը մի ձև, փողը չկա պետության մեջ, բայց մի ձև պահի, կարող Թուրքիան տա, կարող մի քիչ Ռուսաստան տա, չեն տա ոչինչ ժողովուրդը կտա, բայց հայկը ինչի է բանը թանկացել այսքան ամեն ինչ, ինչի ասած բարձրացել, հիմա ընկել է պալեկների ձեռով քիչ է մնում, չգիտեմ, աղբամաններին տուգանին փողոցներում դրած։ Փողը պետք, դա պետք է ասելուցի։ Ամեն դեպքում Եվրոպայի սպառնալիքները Ֆիցոյի Վուչիչի վրա ազդեցին, բայց չազդեց Փաշինյան Նիկոլի վրա, բայց ազդել է Արման Բաբաջանյանի վրա, որը սաստիկ մտահոգված է Փաշինյան Նիկոլի անվտանգությունով, որովհետև Զելենսկին ասել է, ես ձեզ չեմ կարա գերաշխավորեմ ձեզ ընդեղ ինչա լինելու։ Եվ այսպես ռուսներն էլ ակնկալում են, որ հայ դաշնակիցները թույլ չեն տա արևմուտքին օգտագործել իրենց գեղեցիկ երկիրը Հայաստանը, էլի Ռուսաստանի հետ առճակատման երկրորդ ճակատ բացելու համար։ Ես չեմ կարծում, որ երբևէ մեկի մտքով անցել է եւ տեխնիկապես հնարավորությունը կա, որ Հայաստանը դառնա երկրորդ ճակատ այնելու համար Ռուսաստանի համար, որ այդ ինքը նույնիսկ սահման չունի։ Այսինքն չի կարող ճակատ լինի Հայաստանը Ռուսաստանի համար ուղղակի ֆիզիկապես չի կարող ճակատ լինել։ Իսկ ինչ թվում, իսկ ինչ վերաբերվում է ձեր ռուսների Հայաստանում լինելու, ասենք ասեմ, մեր գեղեցիկ երկրում ձեր տեղն ունենալու հեռանկարին դուք ունեք Հայաստանում տեղ աղբամաններ, դուք մասնավորապես, դուք որ ներկայացնում եք բացարձակապես ոչ թե ռուսական մշակույթը, ոչ թե ռուսական ժառանգությունը, չէ, Պուտինի իշխանությունը։ Իմ համար, ես իմ գրադարանում կողքես, նույնիսկ ստեղ, ես ռուսական գրականություն ունեմ, ես գրքեր եմ առնում ռուսերեն, շատ եմ կարդում ռուսերեն նաև, լսում եմ ռուսերեն, դասականներին եմ երբեմն թերթում ռուսերեն, բացահայտումներ եմ անում, այսինքն դա իմ համար սենց տաբու չի, այսինքն ես ասում ռուս, իմ մոտ սենց բան չի կանգնում էլ, կան չէ, որ մարդը սենց ասում ես թուրք, իմ համար չէ, բայց դուք իր հետ կապ չունեք, դուք ասոցացում եք բացառապես ռուսական իշխանության մաս, իշխանական մասին, իշխանական մասը նույն ցարականներն են այտենց եղել, բոլշևիկներն են նույնը եղել, դուք էլ եք նույնը։ Իմ համար մի քիչ տարբերություն կա, այնտեղ ապրող, տարածքում ապրող այն ստեղծագործող հանճարները, որոնք էլի ձեր ուժասներն են, եւ ձեր մեջ։ Դա համար եմ ասում, ձեր տեղը դուք տեղ ունեք Հայաստանում, բայց դա բացառապես աղբամանների մակարդակի վրա է։ Իսկ երկրորդ ճակատ Հայաստանում դուք եք բացել ձեր ձեռքով եւ հանձնեցիք Արցախը։ Դա երևի վերջի կաթիլն էր,
որ ոքի շուռ տվեց ամբողջ բաժակը, որովհետև աշխարհի վրա չկար այտենց միտեղ, չկար նման միտեղ, նույնիսկ Ռուսաստանում այտենց տարածք չկար, որտեղ Ռուսաստանին ավելի շատ էին սիրում ու հույս կապում հետը, քան Արցախներ։ Եվ դուք այդ բաժակը այսինքն գլխի վրա շուռ տվեցիք, դա ասում ձեր տեղը բացարձակապես աղբամանն ընդ որում բոլոր նրանց, ովքեր ձեր հետ հույս են կապում, ովքեր ձեզ դիմում են։ Մենք գիտենք իրենց անուն ազգանուններով, հասցեներով, ամեն ինչ գիտենք, հա։ Ու դուք էլ գիտեք, որ իրենք դա փողը դիմաց են անում, դուք էլ եք իրենցից զզում, իրենք էլ ձեզանից, բայց դուք հասկանում եք, որ ձեր համագործակցությունը զուտ փողի վրա է հիմնված, հետևաբար այնտեղ ոչ մի գաղափարական հիմք չի կարող լինել, գաղափարական մեկ ու միամիտ արցախցի կար, որ մտածում էր ռուս իրանց փրկիչն է, գալու է փրկի։ Կոտորելուց հետո մտածում էր, չէ, ռուսալես, այսքան ծառայել եմ ռուսներին, ոնց կարող ինքը ինձ թողի, հա։ Բայց մեր դասականները լավ են իմացել, ինչ է նշանակում ռուս։ Ասում եմ, եթե այսօր թուրքն ու քուրդը հայոց մարմինն են հոշոտում, ապա Ռուսիան խեղում է հայոց միտքն ու հոգին։ Միթե պատմական այնչափ փորձերը ու փորձանքներից հետո տակավին կարելի է հույս դնել Ռուսիայի վրա։ Սա մկրտիչ Պորտուգալիանն է։ Ասում եմ, այսքան փորձությունից հետո կարելի է դրանց վրա հույս դնել։ Մարդիկ տեսեք, այնպես չի մենք նոր ենք այս եզրակացության գալի, մենք օրինակ վերջին անգամ գալիս ենք սենց փաստորնակ, թարմորնակ Արցախի օրինակի վրա, բայց այս մարդիկ էլ իրենց ժամանակ իրենց օրինակներն են ունեցել։ Լսեք Լերկամսարին ինչ էր գրում, հա, բացեք ուղղակի թերթեք։ Ամեն ժամանակակից իրանը գրել է, ովքեր են դրանք, ինչ են անում, հա։ Այնպես չի որ մենակ Արցախն էր, որ ցույց տվեց ով է ռուսը, բացարձակապես։ Վերջում էլի խոսալու եմ դրա մասին, նման հիմա շատ չեմ ուզում լավացավալում։ Ահա թե ով է ռուսը։ Կիրիլին գիտեք։ Ռուսական հոգևոր դասի առաջնորդն է։ Ինքը Լեյլային Սուրբ Օլգայի բանա մեդալատավ է։ Լեյլային Սուրբ Օլգայի Սուրբ հայ մարդը։ Ճիշտ է, մահմեդական քրիստոնյա չի, բայց ինքը սուրբ է։ Մի մարդ, որ ավիրում ամբողջ քրիստոնական ժառանգությունը Արցախում, որը պատճառը հազարավոր սպանվածների, ընդ որում ոչ թե պատերազմական ժամանակներում, չէ, դա կլինի գերի, դա կլինի մեղջիլը, խաղաղ բնակչություն, Ալիևը Լեյլան կապ չունի դրանց հետ, բայց ռուսական, էլի նույն ռուսականն է, էլի, ինքը տալիս է Սուրբ Օլգայի շքանշան։ Ես գիտեմ, ինձ նայում են նաև Ռուսաստանից, նայում են նաև ոչ Ռուսաստանից, բայց ռուսերին շատ սիրող, երևի դուք կիմանաք, երևի դուք կարող եք բացատրել դա ոնց է արվում, ինչի համար արվում, դե ես այդքան Ռուսաստանից բան չեմ հասկանում, երևի անպայման սրա համար բացատրություն կա։ Մենք ունենք մի շատ լավ գեներալ, որը հայոց բանակի, իրական բանակի հիմնադիրներից է, իրական, կանոնավոր բանակի, Նորադ Տեր-Գրիգորյանցը, ռուսական բանակի գեներալ նաև։ Ինքը լինելով ռուսական սովետական բանակի գեներալ, մեկը ինքը չի կարողանում հարմարվի, թե հապկը ինչպես կարող է դավաճանել Հայաստանի։ Չի կարողանում հարմարվի մինչև հիմա սա հոդված չի։ Ու պարտադրում է Հայաստանի իշխանություններից, որ իրենք պատասխանատվության ենթարկեն հապկի ղեկավարներին։ Այսինքն ինքը չի հասկանում ոնց է դավաճանությունը հնարավոր եւ բայց քանի որ ինքը ամեն դեպքում սովետական ֆորմացիայի մարդ է, իրան թվում է թե հապկի պատասխանատուներին այդ ժամանակվա հնարավոր է պատասխանատվության ենթարկել։ Աստի մարդ է, էլի հավատում է այդ կառուցվածքներին։ Ինքը չի շղթնում, որ այո, հապկը դավաճանել է։ Որտեղ այս մարդը, ես անձամբ եմ ճանաչում գեներալին, ինքը վստահ է, որ հայ-ռուսական բարեկամությունը հիմնված է փոխըմբռնման, փոխադարձ շահերի ամրապնդման, մի խոսքով, sense բլա բլա բլա, այն ինչ որ Ռուսաստանում կարողանում է։ Ինքը չի կարողանում միջև հավատա, որ դա այդպես չի։ Որ մեզ դավաճանել են։ Ու ասում է, դա այդ օրվա ղեկավարներն են դավաճանել։ Հայաստանը պետք է պատասխանատվության իրենց ենթարկի։ Դե մայքներ կարա չէ չնկատելու տալ, ասեն դե հայ դավաճանել էլի։ Առաջին անգամ է ինչա։ Բայց չէ, ազնիվ է գեներալը, չի համոզվում, չի հանդարտվում, չի հաշտվում այդ մտքի հետ։ Մինչդեռ արցախցիք
ում դավաճաններ են, ում տնավեր են արել, դիմում են իրենց տնավեր անողին, ասում են ապահովեք մեր միջամտեք, որ մեր վերադարձը Արցախ կայանի։ Դե բնականաբար հասկանալով որ դա չի լինելու, ուղղակի ասելա անում են, էլի։ Սա էլ են հոդվածն է, որ ես ասում եմ Իսրայելում զորակոծիչ ծանոթագրեր են ուղարկել հազարավոր պայստազորայինների։ Սա ասում եմ, այս եռանկյունին որ բերում եմ Վաշինգտոնում այս խոսակցության բացահայտումը 5 օրյա այց եւ զորակոչ Իսրայելում դա մենակ պատերազմա ու այս մակարդակի մասշտաբի պատերազմ կարող լինի բացարձակապես մենակ Իրանի դեմ։ Եվ այսպես Թրամփին հիշում եք ամերիկյան Փաշինյան Նիկոլը։ Հիմա Չինաստանի նկատմամբ իջացրել է տարիֆները։ Ով ձեռներեցությամբ երբևէ զբաղվել է կամ զբաղվում է բիզնեսով, երևի ինքը գիտի, որ նման որոշումները, օրեկան, տարբեր ֆորմատի, տարբեր բնույթի ցանկացած բիզնեսի թիվ 1 թշնամիներն են։ Նույնիսկ քաղաքագիտության մեջ sense բան կա, որ կտրուկ երբ է կարելի կտրուկ որոշումներ փոխել։ Երբեք։ Չի կարելի, ասենք դու չես կարա քաղաքագիտություն լինի, տնտեսություն լինի, կտրուկ շրջադարձեր, չի լինում, այնել կտրուկ շրջադարձից հետո միացել կտրուկ շրջադարձ, դա ուղղակի կոտրում է ցանկացած ընթացք։ Ոչ մի բիզնես, ոչ մի ինվեստիցիա, ոչ մի երկարատև պլան այդտեղ չի կարող աշխատել, ինքը ուղղակի սպանվում է ու ասեմ հաշներս լուս Ամերիկայի բնակիչներ երկրում ռեցեսիա է։ Ռեցեսիա գիտեք ինչ է, երբ որ տնտեսությունը անկում է 3%, խնդրեմ, անցած ամիս, արդեն սուտ բաները կա, ես նայել եմ։ Ասում են, սա ռեցեսիա է։ Ռեցեսիան բանը չի այն, որ պատկերացնում են միանգամից 2008 թվի կամ 29 թվի նման, sense միանգամից ընկնում է շուկա։ Չէ, ռեցեսիա։ Բացասական անկում։ Դե անկումը բացասական է լինում բնականաբար։ Չնայած ռուսների մոտ իրանք բացասական գրող էին, չի անում, отрицательный բան ունեն։ Ոնց են ասում, նապածինի։ Այնպես որ հիմա էլ որոշել է Չինաստանի նկատմամբ փոխի այդ տարիֆների ձևը։ Գիտեք ինչի։ Ես ասեմ, Ամերիկան չի կոտորվի, չի վերանա, չի փոշիանա, բայց այս ընթացքում այս 2 ամսվա մեջ Չինաստանը կարողացավ իր կողմը քաշել մի հսկայական գործարար մաս հանդրություն իր գուցե ամերիկյան տեխնոլոգիաներից թերի տեխնոլոգիաներով գուցե ամերիկյան արտադրանքներից IT ոլորտի, ավելի թերի արտադրանքով, բայց գոնե հուսալի։ Օրինակ Չինաստանը չես ասի անկախատեսելի։ Չինաստանը ամեն ինչը բացի անկախատեսելիից։ Չինաստանը բավականին կանխատեսելի, ստաբիլ, կարող ասենք փայլուն որակ չի տալիս, ինչպես ասենք եվրոպական, բայց կանխատեսելի եւ ստաբիլ գործընկեր է ցանկացած բիզնեսին։ Ես 4 տարի անց այդ աշխատել եմ 24 ժամ շաբաթը 7 օր։ Ես իմ ծրագիրը ես ուղարկում էի մարդկանց, ասենք, այս ամսի այսօր այս ժամի որտեղ եմ լինելու։ Իրանք զարմանում են, ոնց հնարավոր մի տարի առաջ ամեն ինչ ունենալ։ Ոնց գրում էի, email-ն ուղարկում էի, կալենդարը ոնց ուղարկում էի, ես այդ գրաֆիկով շարժվում էի։ Ոչ մի բան չէր կարող փոխվել։ Ոչ մի, նույնիսկ այդ ռեստորանները, որ մենք պետք է հաստատենք, այդ հյուրանոցները, որ պետք է մնանք, ամեն ինչ նույն ձևով գնում էր։ Ոչ մի փոփոխություն չէր կարող լինել, որտեղ իրանք Թրամփ չեն։ Իրանք հասկանում են դա ինչ հետևանքներ է բերում։ Just չինական փիլիսոփայությունը հակազդվում է նման հիմարությունների, Եվ ինչ, տեսնելով որ կորցնում է շուկաները, տեսնելով որ բացասական գումփոսը դուրս է գալիս տնտեսության, որոշել է Չինաստանի նկատմամբ տարիֆները իջեցնել։ Լավ, ինչ որ մի բան կվերականգնվի, անշուշտ ոչ լրիվ, ինչ որ մի բան կվերականգնվի, որովհետև ով բիզնեսով զբաղվում է գիտի, եթե դու անկարծ մի ամիս արտադրությունդ կանգնեց, դու աշխատող ես կորցնում, դու ընթացք ես կորցնում, դու վարկերի տակ ես սկսում արդեն ծանրանալ, որովհետև դու պետք է փակեիր, ցիկլը ընդհատվել է եւ այլն եւ այլն։ Սա լոգիստիկայի հետ կապված մի հսկա համակարգ է, հենց ինքը կտրվում է, վերականգնել ահավոր դժվար է։ Անհնարին չի, բայց շատ դժվար է եւ մեծ ծախսերով, մեծ կորուստներով է դա արվում։ Եվ այսպես, մեծ կորուստներով ունենալուց հետո Թրամփը հասկացավ, որ Չինաստանին կոտրելու փոխարեն ինքը ստեղծեց ունես մի հատ հզոր Չինաստան,
որ ինքն է հիմա իջացնում տարիֆները, որ Չինաստանը ավելի չզորանա, որ իր ազդեցությունը ինչ որ միտեղ կարողանա պահի, որտեղ եթե դու կտրում ես Եվրոպայի եւ Չինաստանի քեզնից, դու ասում ես գնացեք իրար հետ միացեք այնտեղ։ Ու դա էլ եղա։ Ու դա անխուսափելի էր։ Գնանք առաջ։ Կրեմլու մի աղմուկ, մի հիստերիա, գիտեք ինչի։ Որովհետեւ Բրիտանիան հրավիրել է ուկրաինական պատվիրակության իր զորքերով մասնակցի մայիսի 9-ի շքերթին Լոնդոնում։ Գիտեք ոնց են դա բանանում նկարագրում, որ դա սրբապղծություն է։ Եվ Պեսկովն ինչ է ասում։ Պեսկով ասում է ճիշտ է, դա իրանց իրավունքն է, բայց դա սրբապղծություն է։ Ոնց թե, ինչ ես դու կանչում ուկրաինացիներին կոմոդ։ Պեսկով, բայց ինչի պետք է չկանչի։ Այդ ոնց է դու ադրբեջանցիներին կկանչես, իրանց ադրբեջանական դրոշով, Ուկրաինան, որ պատերազմ հաղթող երկիր է, իր տարածքում է այդ ամեն ինչը, ինք իրավունք չունի, հրավիրվի մեկ այլ կոալիցիոն ընկեր Բրիտանիայում իրականացվող շքերթին իհարկե իրավունք ունի, բայց այստեղ հարցը գիտեք որն է։ Հարցն է, որ դա ընդհանրապես հրավեր չի բանին, դա արդեն ռազմական համագործակցության մակարդակի բան է, ասենք դու իր զինված ուժերին քո երկրում որպես ցուցադրական, որպես քո ընկեր բարեկամ երկիր եւ սայոզնիկ ոնց կներ հայերեն գործընկեր դատողին դու ներկայացում ես սա Կրեմլի համար մահ է, բայց ինքը չի կարողանում բացատրություն գտնել ինչի է ինքը դեմ եւ ինքը ոնց կարա դեմ լինի ինչ որ երրորդ երկրի ինքը որտեղ ինչ մասնակցի ես ինքն ասեմ Պուտին Սա քեզ է պատասխանն է, որ ուրիշ տեղից է գալիս։ Դու հրավիրում ես ադրբեջանցիներին, հա, ադրբեջանական զինվորներին, նորից եմ կրկնում, որոնք ֆաշիստների հետ հավասար կոտորել են։ Նայեք, եղել է հայկական լեգիոն, հայկական գերիներից, որոնք բան են արել, հավաքել են պատրաստելու համար, երբ որ Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, ունենա պատրաստի զորք ընդեղ։ Հայաստանը փրկելու համար։ Ադրբեջանական լեգիոնը դա ենիչերիների, դա մարդասպանների ոհմակ էր, որոնք զբաղված էին բացառապես ժողովրդին կոտորելով, ռուս ժողովրդին։ Սա պատմական փաստեր է, ես նորից կրկնեմ, մենակ ասել եմ, կարող բոլորը չեն որ նայել են։ Ադրբեջանում, երբ որ անցկացնում էր զինակոչ, արդեն 42, 43, 4 թվականներին, արդեն իրանք գիտեին, սրանց որ տարան ճակատ, սրանք ոչ թե կռվելու են, այլ փախնելու են, հանձնվում են, այն կողմից կռվեն իրանց դեմ։ Ոչ թե կռվող չեն, այն կողմից սպանելու հնարավորություն կա։ Հա, որտեղ ինի հաղթող կողմն է, էլի։ Ոնց որ նույն ձևի երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որ սկզբից Թուրքիան Գերմանիայի հետ բան են իրան կոալիցիայի մեջ են, հենց տեսան թուրքերը, որ Գերմանիան պարտվում է, միանգամից դուրս եկան կոալիցիայից, մտան այս մի կողմի վրա ու դարձան հաղթող երկիր։ Այսինքն ռուսները շատ լավ գիտեն ինչ է նշանակում թուրք։ Դու նրանք էլ են ինձ։ Իրանք տեսել են, գիտեն, նույն լեզվով են խոսում իրանք համայնք, հա։ Եվ ինչ են անում Ադրբեջանի զորակոչված զինվորները, գիտեք, ուղիղ տանում են գնդակահարելու։ Ուղիղ կամ համակենտրոնացման ճամբար, արդեն գիտեն սրանք որ հավաքում էին, լցնում էին վագոնները Ադրբեջանից, հա։ Ուղիղ պատիրակ։ Սա պատմական փաստ է, նկարիչ։ Թող Ալիևը հիմա գնա հաշվի պահանջի Պուտինից դրա համար։ Եվ այսպես բացի բրիտանական շքերթից բրիտանացիները որոշել են մեծ քանակությամբ դրոններ նվիրել, դրոնների խումբ, դրոնների բանակ նվիրել ուկրաինացիներին բանի դեմ պայքարելու համար, Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Բրիտանիան այս Ամերիկայի պասիվությունից հետո, ես ոչ թե պասիվությունի, ես կասեի թշնամությունից հետո Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան շատ ճիշտ, շատ բարձր մակարդակի սպայեցին Ուկրաինայի նկատմամբ եւ շարունակում են նույն քաղաքականությունը։ Իրանք հասկանում են, որ իրանք այդ տարածքում հավերժ են, Ամերիկան գնացող եկողը, ախված նախագահը ինչ շիզոֆրենիկ է լինելու, դա ով է երաշխավորելու, որ հաջորդելի Թրամփի նման մեկը չի լինելու։ Այսինքն դու չես կարող ծովիցենկով ինչ որ մեկի վրա հույս դնես։ Դու կարաս հույս դնես քո անմիջական հարևանի վրա։ Այսօր անմիջական հարևանների մեջ
հստակ կռվող, որ իր մոտ բան է փոխվում։ Ոչ միայն աշխարհագրական մոտեցում, ինքը կամ դառնում է Ռուսաստանի մի մաս, Ռուսաստանը ավելի մեծանով դառնալով ավելի վտանգավոր, կամ դառնում է Եվրոպայի մի մաս, Ռուսաստանն ավելի փոքրանում է։ Այստեղ է բանը։ Ոչ թե ուկրաինացիներին շատ են սիրում, փոքր ժամանակվանից երազում են ուկրաինացիներին փրկեն, ոչ, դա չի խնդիրը։ Այլ որ բանի Ուկրաինայի Եվ այսպես հատ ուզում եմ այս բան անպայման նայեք։ Սա հաշվանդամների պարն է, թուրքեն թոփալների պարը, ուսում եք թոփալ բառը։ Դե ինձ համասեք ժողովուրդ ջան, բայց այս ցեղը մշակույթ չունի։ Այս ցեղը բերդ չէ պարելու կամ թամզարահո չէ պարելու։ Այս ցեղը իրենք ոչ թոփալ են եղել, թոփալ պարեին։ Սա իրենց մշակութային ոնց ասեմ դեմքն է, բիզնես կարտը, վիզիտնի կարտочкեն։ Ինչ է նշանակում թուրք։ Այդ թոփալների պարը։ Սա այն ինչ որ իրանք ունեն։ Մնացածը այն ինչ որ իրանք ուզում են ունենալ, իրանք համար դժվար է։ Իրանք կարող են խլեն, բայց իրանք դրա կլողը չեն։ Տեսեք, կարող են խլել հայկական ճիրը, մշակույթ, գորգագործություն, ամեն ինչ։ Կարող են, չէ՞, խլել են շատ բաներ։ Բայց իրանք դրա կլողը չեն, դրա համար իրանք մոտ չի զարգանում դա։ Իրանք մոտ կարա զարգանալ մաքսիմում թոփալների, հաշմանդամների պարը, որը իրեն դա իրանցն է, էլի։ Իրանցն է։ Սա մասին մենք վերջում խոսալու ենք։ Մի քիչ լսենք մեր հայրենակիցները ինչ են ասում։ Ընդհանրապես։ Հաստատ Փաշինյանին չեմ ընտրել։ Ինչու՞։ Ընդդիմադիր դաշտից, որովհետև Փաշինյանը կործանեց այս երկիրը։ Ասում եմ ես չեմ մեղավոր, նախկիններն են մեղավոր, ամեն ինչին մեղավորն է ինքն է, ու թող նախկինների վրա ոչ մի պատասխանատվություն չգցի։ Տրամաբանված է։ Երիտասարդը ու արդեն ամեն ինչ գիտի։ Կիլոմետր կներեք։ Երևան քաղաքի ճանապարհների երկարությունը դուք գիտեք ինչքան է։ Մենք նախորդ տարի 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ ենք արել Երևան քաղաքում, այդ 50 կիլոմետրին էլ տերմոպլաստով գծանշումներ ենք արել։ Խնդրում եմ ինձ տարեք ցույց տվեք այդ 50 կիլոմետր ասֆալտապատման աշխատանքների վրա եղած փոսերի վերաբերյալ խնդիրներ։ 50 կիլոմետր կներեք։ Այն ջոտենում եք, սա սուտ է, լկտի սուտ է, ասես բան չկա։ Ինքը, ասում է տարեք ես փոքրանը, փոսերը ցույց տվեք, ոնց որ իրան պետք ասես ձեռը բռնեին, ու տանեին փոսերը ցույց տալու։ Սա է լինել ԿՊ-ն, շատ դժվար բան է։ Հիմա ուզում եմ այս վարորդին անպայման անդրադառնալ լինի։ Ես չգիտեմ ով է, բայց ես ուզում եմ խոսամ բոլոր վարորդների, ովքեր ընկնում են այս փոսերը։ Ես գիտեմ, որ բոլորը չեն, որ Նիկոլ չեն ընտրել։ Սրանց մեջ Նիկոլ ընտրածներ կա։ Ես ամեն առիթ աշխատում եմ օգտագործել հասկացնելու համար, հասանելի դարձնելու համար, որ անկախ նրանից դու քաղաքական ինչ դիրքորոշում ունես, անկախ նրանից քեզ ոնց ես պահել, ում ես ընտրել, ինչ ես արել, այն թշվառ ու այն ահավոր վիճակում, որ գտնվում է Հայաստանը, դու չես կարող անմասն մնալ, այսինքն այդ վիճակը չի կարող քո կողքով անցնի։ Կամ մեքենատ կընկնի փոսը, կամ քո վերելակը պոկվի կընկնի, կամ անպայման այդ կեղտոտոտն ես դու շնչելու, դու այդ հարկերն է գալու քո վրա, դու տրանսպորտից ես օգտվելու կամ չես օգտվելու, որտեղ օգտվել հնարավոր չի։ Այսինքն կամ մենք բոլորս կսկսենք պատասխանատվություն վերցնել հենց այդ փոսերի համար, սրանց գլուխը ջարդելով, հա, նաև փոխարբերական իմաստով, ձայն չտալով, պահանջելով, նվաստացնելով, ուղիղ վերաբերմունք ունենալով, ուղիղ, որ ցույց տաս, որ դու իրանցից մեկը չես։ Իսկ եթե այս ամեն ինչը լինելուց հետո մեկը տեսնում Արմենիան Աբինյանին ժպտում, նշանակում է ինքն էլ մի հատ Ավինյան է։
ու չի բացառվում վաղը իր ավելի թանկարժեք մեքենայով բնականաբար եւ թե Ավենյանի ժպտումա ուրեմն հաստատ այդ կոռուպցիոն այդ հանցագործ սխեմաներից օգտվում է, չէ՞։ Իր թանկարժեք մեքենայով ավելի մեծ փոստ կարող այդ փոստը լինի ուղղակի մեքենայի չափով, որովհետեւ սրանք ձեր օգնությամբ ավիրելով էս երկիրը, ավիրելով ձեզ բերում են այդպիսի իրավիճակի։ Ոչ միայն ձեզ, ամբողջ երկիրը, քանի որ դուք էլ երկրի մեջ ապրում եք, չի բացառվում, որ հենց դուք կարող է լինեք այդ մեկը, որը կենթարկվի փորձանքի նույն համակարգին աջակցելու համար։ Կուզեմ որ Նիկոլին հեռացնեն, պրոստը վերան այս աշխատից, ինչպես վերցնել շպրտեն դուրս։ Այդպես։ Կուզեմ որ Նիկոլին հեռացնեն, պրոստը վերան այս աշխատից, ինչպես վերցնել շպրտեն դուրս։ Ձեն չունեք ստեղ։ Նիկոլ Փաշինյան։ Մի հոգի կա պատասխանատու, մի մարդ, Նիկոլ Փաշինյանը, ուրիշ պատասխանատու չկա։ Ես եկեղեցի ճանաչում եմ, չգիտեմ որտեղից դեմ կասեմ, մի հոգի ճիշտ է ասում։ Չէ, էլի կան պատասխանատու, բայց գլխավոր գերագույն պատասխանատու մի հոգին է։ Ուրիշ ով պետք է պատասխան տա։ Նիկոլ Փաշինյանը, թող կան ինձ դատեն, տանեն Նիկոլի փոխարեն դատեն ինձ, բայց Նիկոլը համար մեկ թշնամին է, դավաճանը։ Նիկոլը ինքը պետք։ Հիմա ոչ մեկ չի ասի, չէ՞ ես մարդը բան, ծայրահեղ է, եսի միջով ինքը քաղաքական նպատակներ ունի, Արամ Սարգսյանը ասած Մոսկվայի դեսպանատունից է ինքը հովանալվում։ Կրթվելը նորաձև է շարժումը, Աննա Հակոբյանը դարձնում է կազմակերպություն, այդ քայլով նա ձեզ ինչի է պատրաստվում։ Իրան հարցրել եք։ Ձեզ եմ հարցում որպես քաղաքացի։ Ես նախ չհասկացա այդ ինչ է Իրանից ներկայացնում։ Դա շարժում է, կրթվելը նորաձև է։ Կրթում է մարդկանց Աննա Հակոբյանը։ Հա։ Ինքը կրթված արդեն։ Եթե մարդը մտածում է որ ինքը կրթված է կարող է կրթել։ Գիտեք ինչ, եթե մի տառը փոխենք, ճիշտ տեղը կընկնի։ Օրինակ որ տառը։ Դե պարզ է, չէ՞։ Կրթել թե կրտել։ Կրթվելը։ Այո, իրանք ճիշտ ասած, իրանք կրտվելու կողմնակիցն են, Արամ Սարգսյանը նույնպես։ Ու վաղուց իրանք երազում են դրա մասին, իսկ շուտով այդ հնարավորությունը կունենան։ Եթե ոչ բոլոր քպեականները, այլ ըստ ցանկության։ Ոչ։ Արամ Սարգսյանն ասում է Դե ինչ որ լինում է Արամ Սարգսյանը ասում է Պուտինն է մեղավոր։ Իսկ այդ թաղապետի անցյալը գիտեք։ Չգիտեք։ Ինչ է Պիրծի անցյալը գիտեք։ Ես որ Պիրծի այդ թաղապետի ինչ մարդկանց կյանքում ես հիմա չեմ ուզում ամբողջ կենալ։ Ճակատագրական ինչ բացասական իմաստով դեր է ունեցել, միջև ստեղ հայտնվել։ Ես այդ ժամանակ ես արդեն հասկացա ինչի հենց ինքը պետքա լիներ, Արամ Սարգսյանի տեխնացուն թաղապետի պաշտոնում հենց ընդեղ։ Որովհետև նման պիրծը չէր կարող Արամ Սարգսյանի դաշնակիցը չլինել։ Ասեմ ավելի, հակառակ կողմից կա։ Արամ Սարգսյանի թաղապետը կարող է լինել բացառապես նման պիրծը։ Գնանք առաջ։ Ինքը լավ ճանապարհներով չի անցել։ Մերն Ինչ որ լինում թող Արամ Սարգսյանը ասեն։ Ասա։ Իր աղբոր Արունը ուրացողը ամեն ինչ էլ կասի։ Վերջ։ Ուզում եմ այս աչքերին իվարնենք մենք։ Արդյոք տեսնում եք։ Մի քիչ լսենք։ Vana kucam jukem barse khorodi glori charnan kisher turchem barse khorodi glori karmir khandur terin tarse khorodi glori sivka tzin karod mnatse khorodi glori glory glory glory
հուզված է։ Պապիկը հուզված է։ Ու երեխեք ինչ լավ լսում են կողքից լսում։ Հասկում էլ արդյունքն է սրբում։ Այս տեսանյութը պատահման որ տեսա, այսօր մի ժամ փնտրել եմ գտել եմ Հայիկ Մուրադյանի, մեր Հայիկ Մուրադյանի ձայնագրությունները, ֆիլմերը իրանց մասին, իր աղջկա Մալո Մուրադյանի կենսագրական, այսօր մի ժամ ու կես իմ կյանքից ոչ մի անգամ սենց ես առիթ չէի ունեցել, շատ լավ առիթ էր էլի, այսօր մի հատ տեղ բան լսեցի, այդ բոլոր հաղորդումների մեջ Գագիկն էր Գինոսյան խոսում, ասեց Հայիկ Մուրադյանը փրկեց ոչ միայն հայ գեղչկական երգը, բերեց հասել սովետական ժամանակաշրջաններից, այլ ինքը փրկեց հայի տեսակը երգով։ Ճիշտ ասում։ Որովհետև այս երգերը, դեք լսեք, գտեք ուղղակի Հայիկ Մուրադյան ու լսեք այդ բոլոր երգերը, ասում է ինքը կարողացել է հավաքագրի 150 երգ մոտավորապես։ Ու իմ դասախոսներից մեկը Ալինան Փարնովանյան կարողացել է գիրք գրի ժողովածու այդ բոլոր հավաքագրած երգերից։ Հետո դրա վրա հիմնվել են ժողովրդագրական ազգագրական անսամբլներ 70-ականներից սկսած։ Դրանց լավագույն օրինակներից մեկը հենց Մալո Մուրադյանի ստեղծած ակունք ազգագրական անսամբլն է։ Ակունքից էլ մի քիչ լսեցիք հին ձայնագրություններից, իմ մոռացված դեմքերից, որոնց ճանաչում եմ շատերի, առիթ եմ ունեցել ները շփվելու։ Իրանք փրկեցին երգով հային։ Թվում է թե ինչ արել Կոմիտասը, չէ՞։ Կոմիտասը մենակ երգ չի փրկել, երգով փրկել է հային։ Նույնը արել է Հայիկ Մուրադյանը։ Նույնը արել է Գինոսյանը, պարով է փրկել նաև, պարով, երգ ու պարով ստիպել է, որ հայը պարի ու երգի հայերն, այսինքն այդ ամբողջ ռեզոնանսը, այդ ֆիզիկական շարժումը, երգը, բառերը, տեքստերը, այդ ամբողջը ֆիզիկա է։ Գենի մակարդակի վրա ինքը սկսում է ռեզոնանսվել եւ ամպլիֆայ, ուժեղացնել ամեն ինչ ինչ որ կա մարդու մեջ հայկական, հա։ Իրանք հայացնում են մարդու, իսկ մնացածը ովքեր այս աղավաղում են, դրանք չացնում են հայ մարդուն։ Հիշում եք ընդամենը մի քանի օր առաջ էր այն սոսկալի բան տեսանք, կարծրը տեսանք այն ում չգիտեմ ես Թաթուլի հա։ Թաթուլա սպիտակցիա ինչ որ է դրանց Ամերիկից է դուրս եկող բաները ինձ գրում էին ասում են բա հարսանիքների տակ ինչով պարենք։ Այդ ասողները գիտեք ինչ են։ Իրանք կատարյալ տգետ են ուղղակի, որովհետև չգիտեն ոնց։ Դուք էլ մի հատ լսեք ազգագրական մեր երկու պարը գնացում եք ակունքը բացեք, հերո գնաց դրա ժամանակակից ձևը գաթա բենդ լսեք։ Ես շատ բան չեմ ասում։ Ու դու տեսեք դու տակ կպարեք թե չեք պարի։ Դու դրապակ այ հենց մնաք դրապակ տակ դու կպարեք հայերեն։ Դա է ձեզ դարձնում հայ։ Այն մնացածը, որոնք հակառակ է դրան, այդ ռաբիս կոչված այդ կեղտը, դա հային փչացնում է, որովհետև դրա ոչ մի բանը հայերեն չի, ոչ ռիթմն է հայերեն, ոչ բառերն է հայերեն, ոչ այդ մելիզմերն է հայերեն, ոչ ոգին է հայերեն, ընդ ամեն ինչը պիղծ է, պիղծ ու չի կարող մարդը դրանով հայանա։ Հասկանում դու չեք կարող։ Այն լեզվամտածելակերպը գիտեք ինչ է, պատահական բան չի, ով մարդ ինչ լեզվով մտածում է, անկախ նրանից ինքը այդ լեզվով էլ, ինքը լեզվի կրողն է, ինքը այդ լեզվի շրջանակներում ասում իր գործողություններն անել, դրա կա լեզվամտածողություն, այդ պիղծ կալկալոցի մեջ իր մտածողությունը կա։ Ու ես համաձայն եմ Գագիկի հետ Գինոսյան ասում, որ ինքը այդ երգերով ոչ թե մենակ փրկեց այդ երգերը, ինքը այդ երգերով հայացրեց մարդուն, հայացրեց։ Ու ես ասում եմ շարունակությունը, ովքեր պղծում են այս երգերը, իրենք պղծում են հայ մարդուն։ Գիտեք ինչի դիմաց։ Փող է, էլի փողը։
էլի փող։ Որովհետև դրա համար ավելի շատ փող են տալի։ Որովհետև Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ այդ երկի տակ էր ինքը տժում, ինքը պատկերացնում եք նախագահ մարդ իրան ընտրվել է առաջին օրն է մտնում է որ իր թիմը իրան շնորհավորի հենց այդ երկի տակ իմ ախպերը երկի տակ դուք հասկանում եք այքն է այդ ամեն ինչի քարոր ոչ թե ինքն էլ այդ ամեն ինչի հովանավորը իրանք այդ բանա նոր անկախ Հայաստանի ժամանակ միանգամից sense բան ստացան, մեծ օթի պաշար ստացան, որտեղ իրանց մշակույթը կրողները, այդ կեղտոտ մշակույթը կրողները հայտնվել էին իշխանական բանում, օղակներում, հայտնվել են մեդիաներում եւ մեդիայի տերերը, որպեսզի բավարարեն դրանց պահանջները, սկսեցին այդ կեղտը բերել մեդիա, հա? Եվ այդ կեղտը մեդիաներում սկսեց կարծիք հայտնել երաժշտության մասին, իրանք էլ իրենց սկսեցին կոչել երաժիշտ այն Շարոյան դաշնակներ որոշեց որ Արամ Ասատրյանը գուսանա քանի օրքի է հիշում որ Արամ Ասատրյանի գուսանի կոչում են տվել նոր անկախ Հայաստանում դա 1990 կամ 95 կամ 96 թիվներ տվողներ Շարոյաններ Շարոյանը այդ Հակոբ Մովսեսն է Շարոյանի մոտ աշխատող հիմա չասես Հակոբ Մովսես կամ Մովսես Խորենաց ինչպես քեզ այն ժամանակ էին ասում Կարծեմ փոխնախարարը ինչ էր, ամեն դեպքում կապում էր նախարարը։ Դու մեկն ես, որի օրոք այդ պղծին տվել են գուսան, հայ գուսանի կոչում են տվել։ Դու դեռ հայ ինքնության մասին ես խոսում, առաջի պղծողը դուք եք եղել։ Դուք։ Գրեք Հայրիկ Մուրադյան, խնդրում եմ, այսօր մի ժամ նվիրեք ձեզ Հայրիկ Մուրադյանի ֆիլմեր, ձայնագրություններ, ակուն կազգագրական, տեսեք ինչա ձեր մեջ սենց աղնանում, դուք սենց կտրնեք տիեզերք, ձեր ինքնությունը սենց լիաթոք սկսի շնչել, փորձեք ու գրեք ինչ եք մտածում այդ մասին, դա մնաց